Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 15-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 15-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե աղջկա հետ, տեսնենք ով է։ Տղաների համար սա ժամադրություն է, ոմանց համար ինչ-որ անակնկալ է այս աղջկանից կամ առիթ է, ծնունդ է, նվերներ, ծաղիկներ, այդպես ինչ-որ ուրախացնելու է իր գալով, իրեն հանդիպելով բավականին շատ կուրախանաք։ Այդ օրը ոմանք կհղիանան, ոմանք կծննդաբերեն, նաև երեխաների հետ կապված որևէ իրադարձություն է, կամ ծնունդ է, առիթ է, ինչ-որ կնունք է։ Նաև երեխաները կարող են գալ ձեր տուն, թոռները գալ ձեր տուն, նոր բիզնես է, նոր կյանքի սկիզբ է։ Սա նաև, եթե նոր բիզնես է, ապա պետք է խորամանկ լինեք այդ օրը ինչ-որ հարցին լուծում տալու համար, կամ ձեր երեխաները այդ օրը կարող են խորամանկություն անել ձեր հանդեպ։ Բացի դա էլ դա կարող է ինչ-որ մեկն է, ով որ խորամանկություն է անում եւ խաբեություն։ Նա ինչ-որ հարցում ձեզ խաբում է։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 15-ին։ Գումար կամ կստանաք, կամ նաև գումար կծախսեք։ Տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Տեսնենք այսինչ կորուստ է, ինչ-որ մի բանի կորուստ է, որ կարող եք ունենալ նյարդերը։ Նյարդերն են ձեզ տեղի տալիս, այդ օրը կարող եք նյարդենանալ եւ տրամադրության անկում ունենալ։ Համար հանգստացեք, ավելի լավ է հանգստացեք այդ օրը։ Նաև ոմանք կլինեն ոչը առիթում, կարող է այդ ժամանակ է, հա, ինչ-որ նյարդերը խախտվում է եւ տրամադրությունն է ընկնում։ Ոմանք կգտնվեն հասարակության մեջ, այդ մարդկանց մեջ, ինչ-որ միտեղ կարող եք գնալ, որտեղ շատ մարդիկ կան։ Նաև դուք ձեր կյանքը կարող եք ներկայացնել, հա, հասարակությանը, անգամ այդ նյարդային պահերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 15-ին։ Շատ շփում կունենաք այդ օրը տարբեր մարդկանց հետ։ Նաև կարող է լեզվակռիվ լինել, իսկ լեզվակռվի ժամանակ էստեղ ինձ տեսնեմ ինչի կորուստ է։ Այստեղ դրա հետ միգուցե գիտեք կարող է ինչ-որ մեկի հետ շփվելուց, ինչ-որ մեկի հետ լեզվակռվի մեջ մտնելուց, ինչ-որ մանրուքներին ուշադրություն չդարձնեք եւ կորցնեք եւ այստեղ ձեր վարքը, ոնց որ վատ լինի, ձեր հեղինակությունը կորցնեք, այդպես։ Դրա համար յուրաքանչյուր եթե ինչ-որ մեկի հետ լեզվակռվի մեջ եք մտնելու այդ օրը, ապա այստեղ էմոցիաները տեղի կտան, ապա պետք է յուրաքանչյուր մանրուք, յուրաքանչյուր բառ ուշադրություն դարձնեք, որտեղ դա ձեզ համար ինչ-որ չափով ձեր հեղինակությանը կարող է կպնել։ Նաև այդ օրը կարող եք մանր-մունր իր կորցնել կամ խնդիրներ են, որոնք որ պետք է լուծեք մանր-մունրը եւ դա ինձ կարող եք նաև էմոցիոնալ լինել։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք ձեր մայրիկի հետ, նաև այդ ինչ-որ մի բան է, որ ձեզ մոտ մութ է մնում, ձեզ մոտ լիարժեք չեք հասկանում ինչ եղավ, ինչպես եղավ, ինչ-որ պահեր են այդտեղ կարող է պայտակ բորբոքվեցիք, խոսեցիք, դա եւս այստեղ կարող հաշվի առնենք։ Կամ այդ մանր-մունր խնդիրները ձեզ էմոցիաներ են բերում եւ չեք կարող հասկանալ ինչպես դրանից ազատվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 15-ին։ Խորամանկություն է սա, կամ դուք եք լինելու խորամանկ, կամ ձեր հանդեպ են խորամանկ լինելու, այստեղ ուշադիր եղեք, գումարի հետ կապված խաղեր են այստեղ, շատ ուշադիր, շատ, կարող գումար ցանկանալ ձեզ այնց վերցնել, այստեղ խաբեություն է, հետո կհասկանաք,
որ խաբեություն է։ Նաև այստեղ պետք չի խաղալ, ովքեր որ սիրում են խաղալ, այդ օրը պետք չի խաղալ, գումար եք կորցնելու։ Ամենայն դեպս ուշադիր եղեք, այստեղ խաբեություն է, խորամանկություն է, միգուցե դուք լինեք մի փոքր խորամանկ, բայց ամենայն դեպս դիմացին է կարող ձեր հանդեպ այդպես լինի։ Մեկ ակնթարթ ինչ-որ մի բան է տեղի ունենալու ձեզ հետ, նաև ինչ-որ մի հարցին լուրջ կարող եք չվերաբերվել եւ հետո հասկանալ, որ դա խնդիր էր, ուշադիր եղեք այդ օրը ամեն ինչի հանդեպ։ Նաև այդ օրը գումար կծախսեք, ոմանք էլ գումար կստանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 15-ին։ Շո ոլորտ եք կայունանալու, նորմալանալու, այդ օրը մի փոքր գործերը առաջ մղելու համար կարող է չստացվել, շո բաներ խանգար են ձեզ, կանգնացնում է սա ձեզ։ Եվ շատ շփում կունենաք տարբեր մարդկանց հետ, միգուցե լեզվակռիվ է, միգուցե նաև նախանձություն է, բամբասանք է այստեղ, կամ ինչ-որ մարդկանց հետ երկար կմնաք եւ շատ կխոսեք, կզրուցեք, գործերը կմնան, չեք կարողանա անել, որտեղ այդ մարդը ոնց որ ձեզ պահում է եւ դուք չեք կարողանում գործեր անել։ Եթե պետք է տեղափոխվեք, եթե պետք է ինչ-որ ճանապարհներ գնալ, ոնց որ փորձում է պահել ձեզ, եթե կարող եք ազատվել, ապա գնացեք, ձեր գործերով զբաղվեք, արեք, ավարտեք, շատ լավ ժամանակ է հիմա անել ավարտելու համար, եւ նաեւ եթե տեղափոխվում եք, այդ հարցերը լուծեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 15-ին։ Ոմանք ժամադրություն ունեն սիրային այդ օրը, ոմանք անակնկալներ են, նվերներ, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, էներգիայով լի, ծաղիկներ, այդպես լավ պահեր են այստեղ։ Միգուցե երեխայի առիթ է, միգուցե երեխաներն են ձեզ անակնկալանում, կամ դուք եք ձեր երեխաներին անակնկալանում, կամ ձեր ամուսնուն, որ հղի եք, ծնունդ պետք է, կամ ծննդաբերում եք, այդպես կարող են ինչ-որ չորս կողմից ծաղիկներ, ինչ-որ պահեր, անակնկալներ, նվերներ բերեն ձեզ։ Ում երեխայի առիթ է այստեղ, կարող գնում եք ռեստորան եւ այնտեղ նշում եք երեխայի առիթը։ Դա նաև նոր բիզնես է, նոր գործ է, նոր կյանքի սկիզբ է, նոր աշխատանք է, որ այդ օրը ուրախ եք, նշում եք այդ պահը, երկուշաբթի արդեն գնալու եք ճռալու, պատասխանատվությունը ավելի մեծանում։ Եթե աշխատանք եք փնտրում, ապա գնացեք այդ օրը հավանականությունը մեծ է որ կգտնեք։ Միայն որ ձեր սիրելի աշխատանքը լինի, դուք սիրեք դա։ Հիանալի օր է, հիանալի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 15-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Գնանք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 15-ին։ Փոքր խոչընդոտներ կան, դժվար օր է ձեզ համար, բայց ամեն ինչ կանցնի, ամեն ինչը կնորմալանա, այն ինչ որ ձեզ անհանգստացնում է։ Խոչընդոտներ կան, խոչընդոտներ եւ դժվարություններ այդ օրը։ Միգուցե փորձություններ են, միգուցե մեկ այլ բան է այստեղ։ Կնոջ հետ է կապված, կամ այդ կնոջ մոտ է դա, կամ եթե դուք եք կին, կամ ինչ որ կին է ստեղծում, միգուցե ձեզ համար այս խոչընդոտները, կամ այդ դժվարությունները։ Այս փորձությունը, որը կանցնեք այդ օրը, որովհետև հետևում այստեղ սիրտ կա, դա նշանակում է, որ կամ ձեր սիրելիների միջոցով, կամ ինչ որ մի բան տեղի կունենա, որ կարողանաք այդ խոչընդոտներից ազատվել։ Նաև սա կարող է փորձություն է հենց հատուկ սիրո հետ կապված, հարաբերությունների հետ կապված։ Որովհետև նախորդ օրը արդեն իսկ Սատուրնը մտել է խոյ նշան, փոխել է նշանը եւ կարող է ձեզ մոտ այստեղ ընդհանրապես ինքը հարաբերություններին է ամենաշատը կպնում։ Ուշադիր եղեք հարաբերություններին, որպեսզի չխախտեք ոչինչ։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 15-ին։ Այդ օրը ոմանք կարող է վիրահատություններ անեն, կամ ձեր զույգն է վիրահատություններ անում։ Նաև այստեղ կտրուկ քայլ է, սա ոմանք կարող են ամուսնանալ, ոմանք հակառակը, ընտանիք է, ամուսնություն, նաև կարող է կտրուկ ինչ-որ պայմանագիր եք կնքում, տան հետ կապված, սեփականաշնորհման, ճիշտ է ինքը կիրակի է, բայց կարող է սա ամենը նաև տեղափոխվում է երկուշաբթի օր։ Նաև սա ամուսնության առաջարկ է, որը ևս ձեզ համար անսպասելի էր, կամ սա միացում է, կրկին հարաբերությունների միացում, հաշտեցում կամ ընտանիքի վերամիացում։ Դե այստեղ երկուսն էլ հնարավոր է, եւ նա հակառակն էլ է հնարավոր, տեսնենք սա ինչ է ուզում ասի։ Դե ասում է ուղի կարող է կընտրել, ուրիշ ոչինչ չի ասում, ուղի է կընտրելու, ոմանք ամուսնանալու, ոմանք ընտանիք կազմելու, ոմանք հակառակը։ Ոմանք այդ օրը նաև եթե ինչ-որ գործեր ունեք կամ աշխատում եք, որ գործիքներով ապա ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չվնասեք, կամ տանը, եթե ինչ-որ գործեր եք անում, ևս ուշադիր եղեք։ Ոմանք այդ օրը հարսանիքի կլինեն, ևս պետք է ճանապարհներին է այստեղ ուշադիր լինել անպայման։ Կամ ամուսնության առաջարկ, սիրո խոստովանություն, ընտանիքում կարող է շատ կարևոր տոն է ձեզ համար, որ պետք է նշեք, եւ դա ոնց որ կամ ինչ-որ անսպասելի կլինի ձեզ համար։ Ոնց որ մարդը կտրուկ փոխում է իր ամուսնական եւ ընտանեկան կյանքը։ Եվ տունն է այստեղ, տունը կարող է հյուրեր ընդունեք, հյուր գնաք, առիթ կարող է լինել, տեղափոխություն, ինչպես որ ասացի, պայմանագիր կնքել տան հետ կապված, տան իրերը կարող տեղափոխել այս ու այն կողմ, տուն մաքրել, հավաքել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 15-ին։ Շփոնից անհանգիստ եք կամ բորբոքված եք, բորբոքվածությունը միևնույնն է շատ արագ կանցնի, անհանգստությունը նույնպես շատ արագ կանցնի, եթե անհանգստանում եք ինչ-որ մեկի համար բորբոքված եք, ուզում եք վիճել, միանգամից ոնց որ կթողնի այդ բորբոքված վիճակը։ Կարող ինչ-որ մեկի հետ է դա կապված, այնտեղ կողքից երրորդ մարդու վրա է բորբոքվածությունը։ Նաև այդ օրը հաջողություն ունեք, ինչ-որ բաներ հաջողությամբ կանեք, կավարտեք։ Երեխաների հետ կապված հարցեր կան, կարող է հղիությունը, ծննդաբերություն, նաև երեխաները կարող են ձեր տուն գալ, թոռները կարող են ձեր տուն գալ, կամ ձեր եղբոր քրոջ երեխաները։ Նաև սա նոր գործ է, նոր բիզնես է, նոր հնարավորություն է, նոր կյանք է, որը այդ օրվանից կսկսվի, ինչ որ փոքր մի բան է ձեզ համար։ Այսքանը ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղների։ Ինչ է սպասվում աքաղներին փետրվարի 15-ին։ Հանդիպում կամ շփում որևիցե տարբեր տարիքային երիտասարդ տղամարդկանց հետ, երիտասարդ տղամարդկանց, մեծ եւ երիտասարդ տղաների հետ, տեսնենք ամեն մեկը ինչի համար է, ամենայն դեպս ինչ որ խոչընդոտներ կան, միգուցե դրանցից որևիցե մեկն է ձեզ համար ստեղծում։ Տեսնենք ով է այս տարիքով անձնավորությունը։ Ձեզ համար որևիցե կամ ինչ-որ մի բան է հեշտացնում, կամ ավելի հեշտ կլինի այդ օր այդ մարդուն հանդիպել, խոսել հետը, կամ ինչ-որ հնարավորություն է դες տալիս, ինչ-որ հեշտացնում է, հնարավորություն կա նաև հաշտվելու իր հետ, եթե վիճել եք իրար հետ, հնարավորություն հանդիպելու, խոսելու, կամ այդ մարդն է ձեզ համար ստեղծում այդ, ոնց որ մեկին դիմեք, ասեք կողեմ, ինքո ծանոթին, եւ ինքը ձեզ համար ուղղություն է, անում է, հեշտացնում է։ Տեսնենք ով է իսկ երիտասարդ տղան։ Դժվար ապրող անձնավորություն է կամ
դժվարությամբ է աշխատում, վաստակում, ինչ-որ բեռ է իրար ուսերին, կամ սա ձեզ համար նաև կարող է լինել և կարմայական և նաև ճակատագրական հանդիպում այդ տղայի հետ, եթե կին եք, եթե աղջիկ եք, այդտեղ կարող է նոր ծանոթություն է, կամ այս տղան ձեզ համար այդպես ծանր բեռ է, այդ տղայի հետ կապված բեռը ձեր ուսերին է, դուք եք ինչ-որ մի բաներ անում իր համար, դուք եք օգնում, այդպես, կամ ինքն է ձեզ համար խնդիրներ ստեղծում, դրա համար է այստեղ խոչընդոտները, ևս խոչընդոտներ էլ կան, տեսնենք գոնե դա ինչ է, կկարողանաք այդ օրը հաղթարել, ինձ թվում է կարող այդ տղան է անում, դե ինչ-որ փոփոխություններ կարող են լինել, ձեզ մոտ դա է այդ խոչընդոտների հաղթահարումը, ինչ-որ մի ձևով մի բան է փոխվելու, խոչընդոտը հենց դրան է, հանգեցնում, որ պետք է մի բան ձեր կյանքում փոխվի։ Եվ ովքեր որ հղի են, այստեղ ուշադիր եղեք, հատկապես այստեղ եթե ձեր երկրորդ կեսն է, կարող է նաև ինչ-որ խնդիրներ է առաջացնում կամ մի տեսակ իրար լավ չեք հասկանում եւ խոչընդոտներ եւ այստեղ կարող է խոչընդոտ լինել նաև ծննդաբերության հետ կապված։ Դրա համար պետք է լարված չլինել այդ օրը, եթե հատկապես գիտեք, որ ձեր ծննդաբերության օրերն են։ Դա նաև խոչընդոտներ, եթե ուզում եք տեղափոխվեք այս ու այն կողմ, կամ մեքենա չկա, սա չկա, այստեղ կարող է իրոք, եթե պետք է օգնել, ձեզ չի օգնում, բեռը գցում է ձեր ուսերին եւ այդպես չեք կարողանում այդ օրը տեղափոխվել կամ ճանապարհ գնալ, ոնց որ իր հույսով կարող եք լինել։ Գալիս է այստեղից, որովհետեւ խաչը իր մոտ էր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 15-ին։ Նոր սեր, նոր հնարավորություններ, այստեղ նոր հնարավորություններ եւս հնարավորություն կլինի կամ կհեշտանա հարաբերությունները կարգի բերելը, հարաբերություններ հաստատել որևէ մեկի հետ շատ հեշտությամբ այստեղ կարող եք հաշտվել ձեր երկրորդ կեսի հետ, եթե վիճել եք, կամ մեկ նամակագրական կապ եւ հետադարձ պատասխանը կստանաք։ Շատ սեր կստանաք ձեր շրջապատում, ձեր ընկերների կողմից, բոլորի, ով որ կան ձեր շրջապատում։ Նաեւ հեշտանում է ինչ-որ գործողություն, հեշտանում է ինչ-որ մի բան անելը այդ օրը, ինչ-որ մեկի հետ հաշտվելը, խոսելը, հանդիպելը, ինչ-որ գործ անելը։ Եվ այդ օրը դե կա նամակագրական կապ, ոմանց մոտ սա նամակ է գրում օրինակ սայթերով կամ այստեղ կարող է լինել հենց անձամբ նամակագրական կապ, նաև փաստաթղթեր կարող եք ուղարկել որևիցե տեղեր, եթե օրինակ ինչ-որ մեյլերով կամ նմանատիպ։ Նաև ցուցակ կարող եք կազմել ձեր գործունեության համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 15-ին։ Հաջողություն ունեք, ինչ-որ մի բանը հաջողությամբ կանեք, կավարտեք այդ օրը։ Նաև ոմանք կսովորեն այդ օրը, ոմանք այստեղ գաղտնիք է բացահայտվում ձեզ համար։ Կյանքի էջը կփոխեք, որովհետև կյանքում ինչ-որ մի բան է կայունանում ձեզ մոտ, կարգավորվում է դա եւ այդ էջը փոխելով է կարգավորվում ձեզ մոտ։ Նաև փաստաթղթային հարցեր են, որոնք եւս էլի այդտեղ արդեն տեղափոխվում է երկուշաբթի օր, դա եւս, ինչ-որ չափով ձեզ մոտ սկսում է այդ փաստաթղթային հարցերը, այդ ինչ-որ կադր այդ կապված, այդ ամենը ամբողջը ոնց որ նորմալանում է, հանգստանում եք, այդ առումով, ոնց ինչ-որ բաներ է։ Պետք ստորագրել, ինչ-որ բաներ անել, հիմա արդեն վերջ, հանգիստ եք։ Դե շատ կսովորեք, ովքեր որ սովորում են եւ կարող եք գնալ նաեւ ինչ-որ միտեղ երկար մնալ։ Որ գնում եք ինչ-որ մեկի հետ սովորում եք ինչ-որ մի բան, կամ կարող է երեկոն դուրս եք գալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։